Ոչ մի բան չկա ու այդ աղջիկը քո համար այդքան քայլերի ա գնում, այդքան նամակներ ա գրում, երբ որ նույնիսկ մի անգամ պատասխան չի ստացել։ Այդ լրիվ ուրիշ հարց ա։ Լավ։ Էսով ա։ Ձեռս առնում։ Ես եմ ով ա։ Իսկ ով ա նկարել։ Սոնա, չգիտեմ ով ա նկարել, ես առաջին անգամ տեսնում ես։ Ով ա նկարել։ Նարեն։ Այսքանից հետո էլ կասես, որ ոչ մի բան չկա։ Գնացել էի Նարեի մոտ, դե գիտես, որ մեկ-մեկ շփվում ենք, էսքիզների մեջ ես նկարը գտա, հիմա էլ կասես, որ ոչ մի բան չկա, ինչին էր պետք նկարեր ինքը քեզ, Չեմ մի րոպե, բայց ոնց սենց Զարմանում եմ, որ մինչև հիմա չես հասկացել, Ինձ հերիք էր այդ նամակներից մի քանի տող կարդալու ու ամեն ինչ իմ համար պարզ դարձավ։ Սոնա, անհնար չի կարա սենց բան լինի, ես Նարեի աղբորն եմ սպանել, դու հասկանում ես։ Հայկ ընդունում եմ, դու Նարեի աղբորն ես սպանել, դու եղել ես Նարեի մանկության ամենամոտ ընկերուհու սիրած տղան։ Դրա համար էլ Նարեի այս նամակների մեջ այդքան ցավ ու ինքնամեղադրանք կա։ Բայց մարդը չի ընտրում ում սիրի։ Եթե այդպես լիներ, հիմա ավելի հանգիստ ու ճիշտ կյանքով կապրենք։ Ես վստահ եմ, որ Նարեն հիմա կերազեր ուրիշ մեկին սիրեր։ Թեկուզ այն չստացված Արմոյին սիրեր, բայց ոչ քեզ։ Հիմա այդպես է ստացվել, մենք ոչ մեկս չենք ընտրում ում սիրենք։ Ու ստացվում է, որ բոլորս սիրում ենք այն մարդկանց, ում չի կարելի։ Եթե մենք կարողանայինք սրտին հրահանգներ տալ, հաստատ ավելի հեշտ կլիներ ամեն ինչ, բայց այդպես չի։ Ինչ լավ է, չէ՞ որ այդ անգիր արած տողերն էլ կան։ Մենք չենք որոշում ում սիրենք, սրտին հրամաններ չես տալիս, հետո բա մարդու ուղեղը ինչի համար է։ Հայկ այդ դեպքում դու Արփին ինչ էիր սիրում։ Դու շատ լավ գիտեիր, որ այդ վտանգավոր է, որ չի կարելի, որ իրեն արգելում են։ Դու իմացար, որ իրեն կամքին հակառակ ամուսնացնում են, բայց դու գնացիր ու մտար քո կյանքի ամենամեծ թշնամու տուն։ Երբ որ սիրում ես, չես հասցնում մտածես, դու շատ լավ գիտես։ Եթե մտածեիր, չէիր գնա։ Բայց դու հասկացար, որ սիրածդ աղջկան ես կորցնում ու չհասցրեցիր մտածել։ Լավ։ Ես երեխա եմ եղել, բայց Նարեն հասուն մարդ է։ Ես միշտ էլ զգացել եմ, որ Նարեն շատ ուշադիր է, հավատարիմ ու լավ ընկեր է։ Բայց դրան նայել եմ նենց, որ նորմալ է ամեն ինչ ու իր անկերական պարտքն է կատարում։ Ու հիմա ինձ կարաս բացատրես ոնց է մտածել, որ հնարավոր է սենց բան լինի։ Դե երևի միշտ էլ սիրել է քեզ։ Ուղղակի հասկացել է, որ չի կարելի, որ արգելված է։ Դու տեղյակ ես երբ է գալու Նարեն։ Չէ։ Ու հանգիստ խղճով ասում ես չէ։ Բա աղջիկը տա, ձանգի հետաքրքրվի ուր է, ինչ է։ Ասա չուշանա։ Երբ որ սեղան նստենք, թող ինքն էլ լինի տանը։ Զանգի հենց հիմա, թող դա։ Զանգի։ Լավ։
Ամեն դեպքում ճիշտ կլինի, որ Նարեի հետ մի քիչ զգույշ խոսես։ Ինքը շատ լավ աղջիկ է ու հիմա շատ խոցելի է։ Եթե չես ուզում մարդու հետ շփվես, ուրեմն պետք չի կամուրջները մինչև վերջ այրես։ Պետք չի այդ մարդուն մինչև հոգու խորքը ցավեցնես։ Դու չգիտես կյանքը քո համար ինչեր է պատրաստել։ Սոնա, այս աշխարհում չկան այնց բան, որ մեր որոշելով չլինի։ Ուղղակի բաներ կա, որ եթե մեզ պետք չի անել, ասում ենք, դե գիտեք ինչ կա, մեզնից չի կախված։ Բա մարդու ուղեղն ու բանականությունը ինչի համար է, որ ճիշտը սխալից կարողանաս տարբերես։ Իմ ու Նարեի մեջ ոչ մի բան չի կարա լինի, որովհետև Նարեն Ադամյան է, իսկ Ադամյանները իմ ամենամեծ թշնամիներն են։ Հա, ճիշտ է, մի բան նեղվել էի, որ Նարեն իրան բադ էր զգացել, բայց հետո որ մի քիչ երկար եմ մտածում, հասկանում եմ, որ ամեն ինչ էլ ճիշտ եմ արել։ Հիմա թող նեղվի, բայց հետո մի քիչ ինքն էլ կմտածի ու կհասկանա, որ ամեն ինչ ճիշտ է։ Ես վերև եմ բարձրանում։ Փոխվի ու շուտ արի։ Հերդ ասեց, որ սեղան պիտի նստենք։ Դու էր ներկա պիտի լինես։ Չի էր պատասխանում։ Նարեի ներկայությունը սեղանին հեչ պարտադիր չի։ Ասում եմ, այն ինչ հերդ է ասել։ Նարը սպասի։ Ոնց ես։ Նորմալ։ Հյուրեր ունենք, ինչ-որ առիթ կա։ Չէ, ուղղակի օֆիսում խառներ այսօր ինչ-որ խնդիրներ կային։ Պապան էլ որոշեց, որ հավաքվենք, նստենք մի կտոր մի բան ուտենք ու խոսենք։ Նարե, Արմոն էլ է այսօր լինելու, բայց դու քեզ շատ վատ ես զգում, ուզում ես քնես, լավ չես ու նենց որ նորմալ է, որ չլինես։ Դե գնա սենյակ։ Մամ։ Սեղանը պատրաստ չի։ Հեսա մի քանի րոպեից պատրաստ կլինի։ Բարև ձեզ։ Նարեին տեսնեմ գա։ Մի րոպե։ Նարեն քնած է։ Նոր չեկավ դու։ Հա, պապ ջան։ Եկավ մի քիչ լավ չէր զգում, իրան քնած է։ Մամ ջան, ծաղիկները կվերցնես։ Հա, իհարկե։ Անիկ, գնայես, եթե Նարեն լավ զգա, իրան կասես իջնի։ Պապ, քնած է։ Ապրես Անիկ, ամեն ինչ լավ էր։ Սուրճը դուրս կբերես։ Լավ։
Նարե, ես էլ քո մոտ էի գալիս։ Դու գիտեիր, որ Արմոն բաժանմունքում ա եղել։ Գիտեիր, որ հայրդ ու աղբերդ մեծ խնդիրներ են ունեցել ու մեծ դժվարությամբ լուծել են այդ խնդիրները։ Ես չեմ հասկանում, ես ինչ անշնորհակալ մարդ ես դու։ Կարայր գոնե մի րոպեով գայր սեղանի մոտ։ Հայ միջայլուց։ Արմոն ինքնուրույն լուծել է շատ հարցեր։ Օգնել է քո եղբորը ու հորդ։ Ես չեմ հասկանում, ինչ է կատարում քեզ հետ։ Սովորել ես, աշխատում ես քո հաճույքի համար։ Ինչը տա պակաս։ Փաստորեն կարանք տուգանքով պրծնենք, հա Արմոն։ Հա, բայց տուգանքներ շատ մեծ թիվ է կազմում։ Այս անգամ ենք սենց պրծնում, հաջորդ անգամ սենց լավ չի լինում։ Հաջորդ անգամվա մասին կմտածենք։ Կարևորը հիմա սրա տակից դուրս գանք։ Դե հարցներ են, որ ինչքան գնում ենք, ռիսկերը մեծանում են։ Կարող է ինչ-որ բայի դադար տանք։ Ինչ ես խոսում, Արմոն։ Ինչ դադար տանք։ Դադար տանք, որ սոված նստեք, հա։ Մի բան կմտածենք։ Ամեն ինչ իմ անունով կանենք, դու մի մտածի դրա մասին։ Եթե բռնվենք էլ ես իմ վրա կվերցնեմ ամեն ինչ։ Ու նենց չի, որ մի բան լիներ, քեզ էինք թողելու։ Այդ գիտեմ, ուղղակի ռիսկերն են մեծ։ Դրանց համար դժվար չի, որ ուզենան կարան ճշտեն, որ ոչ մի բան էլ իմ անունով չի։ Նենց չի, որ դու այս թեմաների հետ ընդհանրապես կապ չունես, Արմոն։ Ու նենց էլ չի, որ ամեն ինչ քո վրա ենք թողել։ Ես միշտ էլ ասել եմ, եկեք այս ամեն ինչին վերջ տանք ու նորմալ աշխատենք, բայց քանի որ չեք լսել ու արել եք այն ինչ որ ուզում էիք, հիմա մեր օֆիսն է, մեր գործերն են, ես էլ պատասխան կտամ։ Ինչ ես ձենդ գլուխդ գցել այդ տղա։ Կողմած խոսի։ Սենց չանեիք, նենց չանեիք, բայց մեքենադ ո՞նց էիր քշելու, ինչով։ Ես թվում է գյուղից որ քաղաք ես եկել ու սոված չես նստած, հա։ Այդպես կարող ես խոսել։ Ես տունն ես, դիրք ես, ամեն ինչը դու կարող ես գիտես արդար քրտինկով ենք վաստակել։ Հետ դարձի ճանապարհ չկա, ինչ եղել եղել է։ Հիմա պիտի ավելի զգույշ լինենք։ Դադար տալ չենք կարող, որովհետև պայմանագիր ունենք, այդ ապրանքները պիտի դուրս գա։ Մի րոպե հələ։ Այդ ինչ պայմանագրեր են ու ինչի ես չգիտեմ դրանց մասին։ Պայմանագրեր, որոնք Արմոյի անունով է։ Ինչ։ Բաբ, ես քեզ բան էի խնդրել, դու էլ ասել էիր, որ ամեն ինչ նորմալ կանենք ու մաքուր կաշխատենք։ Հիմա ասում ես նոր պայմանագրեր։ Ես գնամ, արդեն օգնել եմ։ Գնա Արմո, գնա։ Վաղ կգամ, Նարեին էլ չտեսեմ, գամ տեսնեմ ոնց է, բարի գիշեր ձեզ։ Ոչ մի բան չասես, ոչ մի բան։ Ես վերջերս անընդհատ էդ ես ասում, պապ, հո երեխա չեմ։ Ամեն ինչ նորմալ է, վրամ, դու քո գործով զբաղվի։ Էդ ինչի, պապ, իմ գործը քո գործը չի, հա։ Հա, բայց դու արա այն, ինչ քեզ ասում եմ, վտանգավոր թեմաներին չխառնվես։ Ես ամեն ինչ կանեմ իմ ձևով։ Պապ, դու նենց ես արել, որ երկուսս էլ կախված ենք Արմոյից։ Ես էլ դու էլ։ Ու հիմա ուզում ես, որ հանգիստ լինեմ, հա։ Ավելի վրամ, ավելի, հոգնել եմ ես արդեն ես վաղը շատ գործեք նայ։
Էսովա։ Ձեռս առնում։ Ես եմ ով է։ Իսկ ով է նկարել։ Սոնա, չգիտեմ ով է նկարել, ես առաջին անգամ տեսնում ես։ Ով է նկարել։ Նարեն։ Այսքանից հետո էլ կասես, որ ոչ մի բան չկա։ Հիմա ինչ ես ուզում։ Սպասի։ Սպասի ասում եմ։ Բարի լույս։ Բարի լույս։ Գնացինք։ Ես գնում եմ, դու չես գալիս։ Այսինքն, չհասկացա։ Ուրեմն լսի վրան։ Կարևոր փաստաթղթեր են բերելու տուն։ Ասել են, որ բերեն անձամբ քեզ տան։ Կվերցնես, կդնես սեյֆում։ Լավ, բայց տուն։ Տղա ջան, հիմա օֆիսում ստուգումներ ա։ Հիմա ինչքան հնարավոր է պիտի զգույշ լինենք։ Կվերցնես, կդնես սեյֆում ու նենց կանես, որ մորդ ու քրոջը ձեռը չընկնեն։ Ես ինչ-որ կասկածներ ունեմ, որ ինչ-որ մեկ ինչ-որ տեղ մեր մասին խոսել է։ Դրա համար ինչքան պետք է պիտի զգույշ լինենք։ Հասկացար։ Կդնես սեյֆում, հետո կգաս։ Լավ, բայց այս ամեն ինչը դուրս չի գալիս։ Նորմալ է, որ տուն են բերում։ Եթե օֆիսում ստուգումներ են, ուրեմն տանն էլ կլինեն։ Ես գիտեմ ինչ եմ անում։ Հետո տղա ջան, ինչ ասում եմ, հակառակն ես ասում, չեմ հասկանում։ Ո՞վ է երբ անից ես սկսել չվստահել ինձ։ Բա երբ են գալու։ Դեռ չգիտեմ, ժամ չեն ասել։ Այս ամեն ինչը դուրս չի գալիս, պապ։ Հետո էլ նեղվում ես, թե ամեն ինչ Արմոյին ես ասում։ Հիմա քեզ եմ ասում։ Անելու ես, թե չէ։ Կանեմ։ Դե ես կզանգեմ, կասեմ, որ ես մի ժամվա մեջ փորձեն այդ ամեն ինչը հարակ կազմակերպել։ Անիկ, ուրեմն ուշադիր ես լինում, որ վռամը տնից դուրս չգա։ Լավ, Սակո ջան, բայց ինչ ա եղել։ Կլինի առանց հարցերի։ Չէ, չի լինի, ասա։ Անիկ, ասում եմ ուշադիր կլինես, վռամը տնից դուրս չգա, բայց եթե ամեն դեպքում չես կարողանալու պահես, ուրեմն մի բան հորինի, մտածի, որ մնա տանը։ Բայց Սակո, ինչ ա եղել, կասես, արդեն սկսում եմ անհանգստանալ։ Եթե անհանգստանում ես, ուրեմն կանես ասածս, ես քեզ կզանգեմ։ Ինչ ա եղել։ Շունչից կտրվում ոբալ ես։ Գնա պարկի մի քիչ։ Չէ, պետք չի, հետքան վատ չեմ, մի քիչ վատ եմ, ուղղակի լավ չեմ քնել դրանից է։ Ոչինչ, մամարի գնա պարկի մի քիչ։ Գնացիք եմ։ Սպասեք։ Տենց հասկացա, որոշեցիք, գնում ես։ Հա, պիտի գնամ, բա ինչ անեմ։ Ամբողջ գիշեր սպասել եմ երբ լուսանալու։ Դե ես հետդ կգամ։ Ներս չեմ մտնի։
բայց տարածքում կլինեմ։ Ինչի համար։ Թե սիրտս հանգիստ լինի։ Ամենայն դեպս գիտեմ, որ ձեր խոսակցությունը լավ չի վերջանալու։ Էս իմ կռիվն է, քերի։ Ինչի։ Այդ միշտ ասում եմ, որ հորպես ես ինձ վերաբերվում, կռիվը իմը չի։ Չէ, ես այդ նկատի չունեի։ Ես պիտի մենակ գնամ, մո երեխա չեմ։ Էլի եմ ասում, որ քեզ հոր նման ընդունում եմ։ Բայց ես պիտի մենակ գնամ, ու այդ չի քննարկվում։ Կապի մեջ կլինենք, դու հանգիստ եղի։ Նորմալ է ամեն ինչ։ Պապան գնաց, բա դու չես գնում։ Ես մի քիչ ուշ եմ գնալու։ Ինչ-որ բանի ես սպասում։ Հա։ Բայց ոնց հասկանում եմ, ընդհանրապես սպասելու բան չկա։ Անիմաստ ժամանակ եմ սպանում, չգիտեմ էլ ինչի համար։ Այսինքն։ Այդ կարևոր չի։ Դու լավ ես։ Դե ավելի լավ եմ, բայց ճիշտ ասած երեք լսել եմ ձեր խոսակցությունը ու հարցեր ունեմ քեզ տալու։ Ինչ հարցեր նարեմ։ Մեր գործերից էինք խոսում, ամեն ինչ նորմալ է։ Վրամ, պապան, դու ավելի շուտ մենք բոլորս անօրինական գործով ենք զբաղված։ Նարե, ինչի ես անցավ գլուխը ցավի տակ դնում։ Վրամ, այդ ինձ էլ է վերաբերվում։ Նարե, այդ մեր գործերն են։ Ես ինքս իմ մեջ անալիզ արել եմ, մտածել եմ երկար այդ մասին ու հասկացել եմ, որ երբ որ մենք գյուղից եկանք, մենք այս ամեն ինչը չունեինք ու շատ կարճ ժամանակում արդար ճանապարհով հնարավոր չի միանգամից այս ամեն ինչը ձեռք բերել։ Որ այդքանը հասկանում ես, էլ ինչի ես հարցնում։ Հա, այսինքն դու սենց հեշտ պատասխան ես տալիս։ Նարե, դե եթե երեք դու լսել ես, ուրեմն իմաստ չունի չասելը։ Բայց այդ ոչ մի բան չի նշանակում։ Դու հանգիստ քո գործով զբաղվի ու դրա մասին մի մտածի։ Իսկ Արմոն ինքը ինչ-որ կարևոր դեր է խաղում, որովհետև ես երեք պապայի խոսքից տենց հասկացա։ Ուղղակի պապան Արմոյին շատ է տեղ տալիս։ Նստեղ, որը որ պետք չի տալ։ Ու այդ ինձ ընդհանրապես դուր չի գալիս, հունից հանում է։ Այսինքն Արմոյի դերը այնքան կարևոր է այդ գործում, որ մի օր կարող է ամեն ինչ մեր դեմ դուրս գա։ Ինչի ես տենց հարցեր տալիս։ Չէ, ուղղակի հետաքրքիր է, ուզում եմ հասկանամ Արմոյի դերը ինչքանով նշանակություն ունի։ Մի օր դա մեր դեմ դուրս կգա, թե չէ։ Հնարավոր է։ Ու հնարավոր է ինչ ուզի էդ էլ անի։ Բայց այդ ոչ մի բան չի նշանակում, նարը էլի եմ ասում։ Այդ քեզ ու Արմոյին չի վերաբերվում։ Դու ոչ մի բանի մասին մի մտածի նարը։ Էս էլ է անցնելու ու ամեն ինչ իր տեղն է հանձնելու։ Բավոր հանկարծ։ Նարը, այնքան բավորներ կան, որ դրանց նայենք ոչ մի բան չպիտի անենք։ Էլի եմ ասում, ինչը վերաբերվում է օֆիսին, դա օֆիսին է վերաբերվում։ Քեզ ու Արմոյին ոչ մի բան չի վերաբերվում։ Ու այն ինչ որ քեզ ասել եմ, չեմ մոռացել կանեմ։ Դու ստիպված ոչ մի բան չես անելու։ Իսկ եթե Արմոն ավելի լարվի։ Հիմա պիտի վախենամ, որ Արմոն կարող է ավելի լարվի, հա։ Այդ մենակ մեր սխալն է, որ հիմա Արմոն այդքան կարևոր է դարձել։ Ուրիշ ոչ մեկին։ Քո ընկերներ, դու էլ էիր պաշտպանում։ Լավ, կներես։ Մի խառնվի նարը։
Դու քո գործով զբաղվի ու ապրի նենց, ոնց որ մինչև հիմա ապրել ես։ Ամեն ինչ նորմալ է։ Ուղղակի որ ինչ-որ մի բան լինում է, արի ինձ ասա, ոչ թե մատանին դիր մատիդ, հետո նոր ասա ոնց ա եղել։ Լավ։ Բարև Սակա, ոնց ես։ Ես ինչ ա վիճակդ։ Ես դու ինչի ես եկի հասես տեղեն էլ հարբած։ Քաջիկ ես քեզ քանի անգամ եմ ասել, որ չգաս։ Հա։ Ինչի ես խմում, քաջիկ։ Խմում նոր ինձ ես հիշում, հա։ Էլ չեմ դիմանում Սակա։ Կոկորտի սականն է, կուլ չի եթում։ Խմում եմ, որ չհիշեմ։ Խմում եմ, որ կուլ է թա չի եթում, Սակո ամբողջ օրը գալիս է հետևիցս Աշոտը, ինչ անեմ։ Տանս դեմը պտտվում է, ամբողջ գիշեր տանս շուրջ պտտվել է, Սակո, ինչ անեմ։ Արի, ներս արի։ Հա, քերի։ Նորմալ ամեն ինչ, ես քեզ կզանգեմ։ Ինչ ա վիճակդ։ Ես քեզ քանի անգամ եմ ասել, ինձնից ձեռ քաշի։ Ինչ ես եկել հասել ստեղ։ Ստեղ ինչ ես կորցրել դու։ Խիղճս եմ կորցրել, Սակո։ Հոգիս եմ կորցրել։ Հետորվանից չեմ կարողանում քնեմ։ Անդադ գնում եմ անտառ։ Գնում եմ Աշոտի գերեզմանին։ Կոմոց։ Ինձանից ես էլ չեմ հասկանում, չեմ ուզում, բայց գնում եմ, ինչ անեմ։ Գերեզման էլ չունի։ Լսի, Սակո, այդ տեղը չկա։ Աշոտը հետևից սանգ է, հասկանում ես, Սակո։ Աշոտը հետևից սանգ է, Սակո։ Հանգստացի։ Հասկանում ես, որ դու ցնդել ես։ Խելագարվել ես, ինքան ես խմել ուղեղը չորացել է։ Չկա Աշոտ, վերջ, չկա։ Ես քեզ ասում եմ Աշոտը հետևից սանգ է, դու ասում ես Աշոտը չկա։ Աշոտը հետևից սանգ է, Սակո։ Աշոտը հետևից սանգ է։ Հանգստացի։ Ռամատանն է, չէ՞։ Նարե։ Ինչքան քեզ ճանաչում եմ, այնքան ավելի եմ վախենում, գիտես։ Էլի սկսեցիր։ Զարմանում եմ, գիտես։ Քո համար հանգիստ ապրում ես։ Ճաշ ես սարքում, առևտուր ես անում ու չես մտածում այդ փողերը որտեղից։ Կամ դրա համար ով է պատասխան տալու։ Հել ներվերս չեն հերիքում, Նարե։ Իմն էլ գիտես, մամա ջան։ Դու միշտ ես ամեն ինչի մասին իմացել ես ու լռել ես։ Ու ինչի համար ես լռել։ 2 կոպեկի համար։ Իսկ մտածել ես ինչ գին պիտի վճարեն։ Վրամը ինչ գին պիտի վճարի։ Պապան ինչ գին պիտի վճարի, ինչ պատասխան պիտի տան։ Մի օր որ գամ վրամի հետևից էլի սենց հանգիստ նստած ճաշ ես սարքելու։ Նարե, ինչեր ես խոսում։ Ես ոնց կարամ հանգիստ նստեմ։ Ես մի բան գիտեմ։
Ամեն մեկս մեր դիրքերում պետք է մնանք։ Ու դու էլ չպիտի խառնվես հորդ գործերին։ Հասկանում ես։ Կինը միշտ իր դիրքերում պետք է մնա։ Կնոջ առաքելությունը տղամարդու կողքին լինելն է, առանց ավելորդ հարցերի։ Ես ուղղակի մի բան չեմ գիտակցում։ Դու միշտ ես սենց եղել, թե նոր ես փոխվել։ Մենք չպիտի խառնվենք։ Մամա, դու գոնե պատկերացնում ես, որ անօրինական արած գործը ու ընդհանրապես անօրինական արած ոչ մի բան երկար չի տևելու։ Վերջը գալու է դրա։ Ու դրա հետ պապայի վերջն էլ է գալու, վրամի վերջն էլ է գալու։ Դու գոնե պատկերացնում ես ինչ կլինի հետո։ Այսինքն քո ասածը որն է, տուն կառուցենք, ճամփորդենք, վայելենք, ծախսենք ու չմտածենք դրա պատասխանը ով է տալու ու հետո ինչ է լինելու։ Վրամին, որ մի անգամ հարցաքննեցին, բաց թողեցին, մտածում ես երկրորդ անգամ էլ տենց կլինի։ Ես զարմանում եմ, դու իսկապես ամեն ինչի վրա թքած ունես, քո համար ընդհանրապես կարևոր չի։ Ինչի որպես կին մի անգամ գոնե չասեցիր, որ հերիք է։ Ինչ ունենք բավարար է, ինչ ունենք դրանով կապրենք։ Ես ինչ չեմ արել, որ ինձանից կախված անար է։ Հա ու մեկ էլ մի տեսակ սովորություն է դարձել ինձ ամեն ինչում մեղադրել։ Չէ, սովորություն չի դարձել, մամա ջան, քեզ ամեն ինչում մեղադրել եմ։ Ուղղակի հասկացի, որ այս ամեն ինչի վերջը մի օր գալու է։ Ու գիտես, դու մենակ մի բան ես լավանում, ամեն ինչում համաձայնվում ես պապայի հետ։ Որովհետև այդ ամենահեշտ տարբերակն է, որ դու ընտրել ես։ Որովհետև քո համար կինը պիտի մենակ համաձայնվի, բայց տղամարդու կողքին տենց չեն լինում։ Տղամարդուն խորհուրդ են տալիս, տաք ճաշով չեն լինում տղամարդու կողքին, խելքով են լինում, պատասխանատվությունը կիսելով են լինում տղամարդու կողքին։ Իսկ դու ինչ ես անում։ Ամեն անգամ լուռ ամեն ինչի հետ համաձայնվում ես։ Ու քեզ թվում է ճիշտ է։ Որն է քո համար կարևոր։ Սա տուն, տաք ճաշ ուտի, ընթրիքը խաղաղ անցնի։ Ես դու երբ հասցրեցիր սենց մեծանալ։ Հա, նար է։ Տաք ճաշը կարևոր է։ Տան խաղաղությունն էլ է կարևոր, որպեսզի ընտանիքը չքանդվի։ Այ երբ որ դու ամուսնանաս, ընտանիք կազմես, երեխեք ունենաս, այդ ժամանակ կհասկանաս ինձ։ Հա, ու մի բան էլ, որպեսզի քո ուզածին հասնես, պարտադիր չի ամեն ինչ ամուսնու տերեսին ասես։ Մամա ջան, դու բոլորից լավ գիտես, թե ոնց է պետք պապայի հետ շփվել։ Ու դու դա անում ես, երբ որ դա քեզ պետք է։ Այսօր Արմոյի նման ոչնչության պատճառով Վրամը կարող է վնասվի։ Բայց ես զարմանում եմ վրետ, գիտես, զարմանում եմ վրետ։ Դու ջահել երեխա ես կորցրի այդ տղա, ուշքու միտքդ աշոտն է, հա։ Մենք մարդ չենք սակ։ Մենք երկուս էլ կենթանիներ ենք, հասկանում ես։ Տարանք մեր ընկերոջը սպանեցինք անտառում։ Ու մենք սենց հանգիստ ապրում ենք, էլի։ Ինչ էր արել սակը։ Ինչ էր արել աշոտը, կասես։ Ինչ էր արել, չթողեցիք մի բառ էլ խոսաս, սակո։ Հանգստացի այդ տղա։ Գերեզման էլ չունի։ Ու չափերը տանցար։ Անտառի փոսում հիմա ընկած է, ինչ էր արել։ Ինչ սակո, ինչ էր արել։ Նոր ասում ես մեռել, հա, հետո էլ ասում ես եկել, հա։ Դու լրիվ խելագարվել ես այդ տղա, չեմ հասկանում, ցնդել ես։ Էն օրը, քաջիկ, քո տան մոտ աշոտը չի եղել, աշոտի տղեն է եկել, աշոտի տղեն, դու ես զանգել ինձ ասել։ Հա, աշոտի տղեն։ Մեկ ասում ես մեռել է, մեկ ասում ես եկել է, աչքիդ տեսիլքներ են երևում, մարդիկ են գալիս գնում, նայած թե այդ օրը ինչքան ես խմած դիմում։ Այդ օրը Հայկն է եկել քո տան մոտ, Հայկը,
Էլի եմ ասում, դու ես զանգել ինձ ասել։ Դու անուղեղ։ Մի հատ էլ ասեմ, որ մտնի, ես ուղեղդ մտնի։ Քո դարդը աշոտն է, հա? Աշոտն է քո դարդը։